Պետաիրավական հանձնաժողովի դրական եզրակացությամբ և 24-ժամյա արտակարգ ռեժիմով արդեն առաջիկա քառօրյայում քվեարկության կդրվի իշխող հանրապետականի օրինագիծը, որն առաջարկում է ընտրելու իրավունք տալ նաև նույնականացման քարտով։ Ընդ որում, ըստ հանրապետականի, նույնականացման քարտ ստացած ավելի քան կես միլիոն քաղաքացու քվեարկության մասին վկայող որևէ դրոշմակնիկ չի դրվելու։ Մենք ունենք մեր իրողության մեջ, իրականության մեջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր ունեն նույնականացման քարտ և պետք է իրացնեն իրենց ընտրական իրավունքը։ Հանձնաժողովի դրական վերաբերմունքին, սակայն, չարժանացավ Տիգրան Ուրիխանյանի ներկայացրած նույն հարցին վերաբերող նախագիծը, որը նույնականացման քարտով ընտրություններին մասնակցելու իրավունք տալուց բացի, առաջարկում էր նաև վերահսկողական մեխանիզմներ դնել, հատուկ սարքեր հատկացնել հանձնաժողովներին քվեարկությունն արձանագրելու և կրկնակվեարկությունը բացառելու նպատակով։ Իշխող հանրապետականի հիմնական փաստարկը հետևյալն է. տեխնիկապես չեն հասցնի մինչև հանրաքվեն 44 օրում համապատասխան սարքեր գնել և տեղադրել։ Դա նույնն է, ոնց որ մենք մեր ձեռքով օրենքի մեջ գրենք, որ այս հանրաքվեն տանելու ենք դեպի տապալու։ Հանրապետականի նախաձեռնությանը ձեռնպահ քվեարկած դաշնակցական Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, ժամանակին նույնականացման քարտով քվեարկելու հնարավորությունը հանվեց ընտրական օրենսգրքից հենց այն պատճառով, որ չկային վերահսկման մեխանիզմներ։ Եվ այն ժամանակ Դավիթ Հարությունյանը, որ նախագիծներ ներկայացնում, խոստացավ, որ կներկայացվի կառավարության հետ միասին պատշաճ համարժեք վերահսկողական մեխանիզմ նույնականացման քարտի համար։ Հիմա չի ներկայացվել, եկե հասնենք մենք այս փուլին, որ առաջիկայում հանրաքվեն է։ Հիմա դուք համարում եք, որ միայն նույնականացման քարտը առանց որևէ լրացուցիչ բանի բավարար է, որպեսզի հանրության մոտ այդ վստահություն վերականգնի։ Սահմանադրական փոփոխություններին կողմ քաղաքական ուժի ներկայացուցիչ Մինասյանը կարծում է, եթե տեխնիկական սարքերը ներդնելը ծախսատար և ժամանակատար է, ապա այլ իրատեսական մեխանիզմներ կան, որպեսզի վստահության պակասը չստվերի առաջիկա հանրաքվեն։ Գոնե նույնականացման քարտեր ունեցող անձանց ցուցակը առանձին հրապարակվի և դրանք տրամադրվեն հանձնաժողովներին, որպեսզի հանձնաժողովներում յուրաքանչյուր հակառակ կողմի ներկայացուցիչ կարողանա պատշաճորեն վերահսկել։ Սահմանադրությունը փոխելու հարցում հակադիր ճամբարում գտնվող Տիգրան Ուրիխանյանը հորդորեց գոնե Արծվիկ Մինասյանի առաջարկն ընդունել։ Դա քաղաքական կամքի խնդիր։ Երբ որ դա արվում էր, մտահոգությունները հնչեցվում էին, խնդիրը չլուծվեց, հիմա երբ որ բերվում են տարբերակներ խնդիրը լուծվելու, ձեռքերի լվացում է տեղի ունենում իշխանության կողմից ալտերնատիվ նախագծի տեսքով։ Հիմա հարց առաջարկ, ընդունեք գոնե պարոն Մինասյանի ասած տարբերակը, այդ դեպքում ես ավելի մեղմ դեմ կքվեարկեմ այս նախագծին։ Արծվիկ Մինասյանի առաջարկի ճակատագիրը դեռ անորոշ է, արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն ասաց, ոստիկանության հետ պետք է հարցը քննարկեն, հասկանալու համար հնարավոր է այն իրականացնել, թե ոչ։ Քաղաքական կամքի խնդիր այստեղ չկա, որ ոչ թե մենք պատրաստ չենք որևէ մեխանիզմի ներդրման, մենք չենք ուզում, որ այդ դրացուցիչ մեխանիզմը ստվերի այն գործընթացը, որը մենք սկսել ենք։ Մինչդեռ քննարկումներին մասնակցող կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մուլգուչյանը վստահ է, լրացուցիչ մեխանիզմների կարիք չկա։ Այսօրվա գործող ընտրական օրենսգիրքը հնարավորություն տալիս է իրականացնել լիարժեք վերահսկողություն ամբողջ գործընթացի նկատմամբ, այո, տալիս է։ Հանձնաժողովում հանրապետականի օրինագծին դեմ քվեարկեցին Տիգրան Ուրիխանյանը, Գագիկ Ջոհանգիրյանը և Էդմոն Մարուքյանը։ Ինչ վերաբերում է ID քարտերով քվեարկողներին ընդհանրապես, ապա ես գտնում եմ, որ այո, նրանք իրավունք պետք է ունենան քվեարկելու, որովհետև մենք չենք կարող ուղղակի ինչ-որ ձևական բնույթի նկատառումներով մարդկանց սահմանադրական իրավունքը սահմանափակել։ Ուղղակի պետք է այն մտահոգությունները, որոնք որ կան, դրանք փարատվեն, որոնք հետագայում անիմաստ շահարկումների և մյուս կողմից նաև նոր ինչ-որ կեղծիքներ իրականացնելու մեխանիզմի տեղիք չեն տա։